Բարև ձեզ, դուք դիտում եք Արդար հայ հաղորդաշարի հերթական թողարկումը, մեր զրուցակիցն այսօր գեղանկարիչ Վալերի Խաչատրյանն է։ Բարև ձեզ, պարոն Խաչատրյան։ Շնորհակալ եմ մեզ եւս մեկ անգամ հյուրընկալվելու համար։ Պարոն Խաչատրյան, մարտի 35-ին Գյումրիում կկայանան թիմ ընտրություններ, տեխնացուները արդեն պաշտոնապես հայտնի են եւ մեծ հաշվով հայտնի է նաեւ դաշտում տիրող բանավեճը, հա, խոսույթը, դարձյալ նախկիններ, ներկաներ, կցանկանայի ձեր ընդհանրական գնահատականը, չգիտեմ, սպասումները, մոտեցումները այս ընտրությունների վերաբերյալ։ Շնորհակալություն նորից հյուրընկալելու համար, հնարավորություն տալու արտահայտվելու համար։ Իհարկե բոլորս տեղյակ ենք, որ պատրաստում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Ես այն մարդկանցից եմ, որ ի սկզբանե կոչ եմ արել բոլոր տարաձայնությունները դնել մի կողմ, խոսքս հիմնականում վերաբերում է ընդդիմադիր դաշտում գործող տեխնացուներին եւ այն մարդկանց, ովքեր հավակնում էին լինել, որ բոլոր տարաձայնությունները դնել մի կողմ եւ համախմբել մեր մի գաղափարի շուրջ, որ մեր նպատակն է թեկուզ հենց Գյումրիից սկսել վերականգնել, սկսել վերանորոգել այն ճշմարտությունը, այն ուղին, որով պետք է սկիզբ դրվեր ազգի փրկությանը, որտեղ ընտրություններով, չգիտես ինչի, ես այդքան էլ չեմ հավատում ընտրություններին, ես այդքան էլ հակված չեմ, դեռ ես վաղուց ասել եմ, արտահայտել եմ իմ կարծիքը, որ մեր մոտ ընտրությունները երբեք չի կատարում ազնիվ ու արդար, երբեք չեն լինում անաչառ, ընտրությունները միշտ կեղծվել են, կեղծում են ու պետք է կեղծվեն։ Սա մեր մոտ արդեն դարձել է ավանդույթ, մեր մոտ դա չի գործում, որպես այդպիսին ընտրությունը, բայց ես առաջարկեցի թեկուզ այդ ճանապարհով մենք համախմբենք, կարողանանք եւ հիմի դաշտում տիրում է մի քաոսային իրավիճակ, որ բոլորը սկսել են խոսել։ Ես ասեմ նույնիսկ անկեղծ ասեմ, մեր ժողովուրդը արդեն հոգնել է խոսելուց։ Ով ասես հիմի բարձանում է, ով բոլոր հնարավորությունն ունեն, բարձանում են եթեր, մտնում են եթեր, կարողանում են խոսել, արտահայտել իրենց կարծիքը, լավ թե վատ, արդեն ժողովուրդը հոգնել է եւ ժողովուրդը արդեն լուրջ չի ընդունում մեր ասածները։ Անկամ ես վստահ չեմ, այսօրվա իմ ասածը, ինչ որ ես մտադիր եմ, ինչ որ ուզում եմ ասել, ինչ որ կոչ անել, որ ժողովուրդը լսում է ինձ, թե ոչ, որտեղ մեր ժողովրդի անտարբերությունը սպանող է դարձել եւ ես չեմ պատկերացնում ինչպես պետք է թմբիրից անել։ Էլ ինչ է պետք մեզ սթափվելու համար, որ նորից եկել են ուժեր ընտրություններին, նորից մասնակցում է իշխող կուսակցությունը, այդպես ասենք, այն կուսակցությունը, որ երկիրը հասցրեց այս վիճակին։ Ես ուզում եմ հավատալ, որ մեր ժողովուրդը կսթափվի, մեր ժողովուրդը ուշքի կգա եւ նորից չի գնա ընտրելու մի ուժի, որը վերացրեց ազգի, ժողովրդի երազելու իրավունքը։ Սա ահավոր է։ Ազգը եզակիության ձգտող հասկացություն է։ Մենք չենք ասում մեր ուժներից տարբեր ենք, բայց մենք նմանվել ենք շատերին մեր անտարբերությամբ նույնիսկ։ Մենք մեր ապրելու իրավունքը պետք է որոշենք ցավոք սրտի այս ընտրություններով։ Ես իմ հայրենակիցներին ես կոչ կանեի, որ ընտրելուց առաջ անպայման հիշեն, ով ինչ է արել եւ ինչպես է գործել, ինչպես է ապրել։ Այժմ եւ կարծում եմ վստահ եմ այլևս չի գործելու հներ ու նորեր, առաջ մենք առաջնորդվում էին բոլորն այդպես, հներն եկան քանդեցին, մենք եկել ենք փրկելու, մենք եւ փրկեցին այնքան ժամանակ, մինչեւ որ մենք կորցեցինք եւ Արցախը եւ մեր արժանապատվությունը եւ մեր ինքնությունը։ Եվ ամենատարօրինակ այդ իշխանությունները չեն ուզում ընդունել, որ մենք մեր հողի վրա դարձել ենք օտար։ Մենք դարձել ենք փոքրամասնություն։ Հայը ձայն եւ իրավունք չունի։ Իշխանությունները իրենց համարում են անսխալական։ Եվ դրանցից պետք է ձերբազատվել անպայման։ Պարոն Խաչատրյան, տեսեք, հասկանալի է ուղղակի գետնի վրա, հա, իրականության մեջ, հասկանալով, որ այլևս որևէ ճակերտավոր զենք չկա, օրեր առաջ Գյումրիում վարչապետը դարձյալ վերադարձավ իր ամենասիրելի թեզին, հա, նախկիններ, թալանչիներ։ Երկու անգամ այդ քարոզը ըստ էության իր արդյունքը տվել է, հա, 2018-ին, հիշում ենք ինչի դեմ էր պայքարը, 2021 թվականին դարձյալ նույն օրակարգներ։ Եվ հիմա երրորդ անգամ արդեն Գյումրիի թիմ ընտրություններում նույն թեզերն է առաջ քաշվում։
Ստացվելու է արդյոք երրորդ անգամ դարձյալ մոլորեսնել մարդկանց։ Ժողովրդական ասացվածքը շատ տեղին է ասված։ Եթե երկու անգամ եթե ես երրորդ անգամ ինձ խափում նույն ասույթով, ուրեմն ոչ թե նա է խելոք, այլ ես եմ հիմար։ Այսինքն, եթե ժողովուրդը նորից պիտի հավատա, ուրեմն ժողովուրդը ինքն է հիմար։ Եթե ժողովուրդը նորից պիտի հավատա այն թեզերին, ինչ որ առաջ է քաշում, հիմի հատ կոպեկ բոլորը հետ են բերել 7 տարի ինչ է իրանում։ Բառացիորեն կրկնվում է։ Ես նորից եմ ասում 7 տարի ինչ է իրանում։ Ցույց տուր մատնանշեն, թող մատնանշեն իշխանությունները վարչապետից սկսած, այդ իշխանությունները, որ իրենք իշխանության էին գալիս։ Այսինքն իրենց երբ որ իշխանության բերեցին, եկեք ուղենք ճիշտ ասենք, ինչ որ ասելու ենք, երբ որ իշխանության բերեցին եք, նույն թեզերն էր, կոպեկ, հատ, բոլորին առնելու եք, ու ժողովուրդը, մեր ժողովուրդը մեկ նյութապաշտ է, մենք բոլորի փողերն առնելու եք, բաժանեք ձեզ։ Ժողովուրդը դրանից խաբեց, բայց Աստծո սիրուն, թող մատնանշեն, թող բերեն մատները ծալեն, մի բան որ ասեն այս սրան բռնել ենք, ինքը հանցագործ էր, ինքը թալանչի էր, ինքը կաշառակեր էր, այսքան փողեր կերել բռնել։ Հիմա իրենք բոլոր դարձել են արդեն նույն թալանչիները։ Բոլորը հարստացել են, բոլորը միլիոնատերեր են դարձել, ինչ թվում է։ Բոլորն արդեն շատ ապահով են ամեն ինչով։ Ծառայական մեքենաներ, այն օրը որ ինքն եկել էր այստեղ վարչապետը, ես հաշվեցի 20 քանի միայն այն ճանապարհային ոստիկանության մեքենաները, բարեկային մեքենաները ինչ էին անում այդքան ժամանակ։ Իրենք այն ժամանակ ինչից էին բողոքում, պատավատապետություն է։ Ինչ սարքեցին իրենք։ Իրենք սարքեցին պատաբատա քաղաքապետություն, դարձել են մենակ Երևանը քաղաքապետություն, մնացածը հեշտ, մնացածին ոչինչ պետք չի, մեզ ժողովուրդ պետք չի, մեզ ասպետ պետք չի, մեզ հող պետք չի։ Մի ժողովուրդ, որը պատրաստ եղավ մի իշխանություն, որ կուշտ ապրելու համար երկիր ու հայրենիք ծախի, այդ ժողովուրդը այդ իշխանություններից օր առաջ պետք է ազատվել։ Իրենք ինչ են անում։ Եկեք ծախենք, երեք տանք, որ մենք լավ ապրենք, լավ չենք ապրելու։ Ոչ մեկը մեզ չի հարգելու, ոչ մեկը մեզ չի ընդունելու։ Ուժեղից վախենում են, ուժեղի հետ ընկերություն են անում։ Հիմա եթե մենք ուզում ենք ուժեղ լինել, չպետք է հավատանք այդ ստերին, այդ ստահոտ իրենց կոչերին, էլի հատ, էլի կոպեկ, էլի էս, շատ ներողություն։ Մենք ուզում ենք լինել ամեն ազգ, ամեն ժողովուրդ առաքելություն ունի այդ երկրի վրա։ Մեր առաքելությունը ո՞րն է։ Ստրկաբար ապրել։ Մենք ուզում ենք փրկվել, մենք ուզում ենք ազատվել։ Ուրեմն առաջին հերթին պետք է ձերբազատվել այդ իշխանություններից։ Պետք է ստեղծել ազգային իշխանություն, հայկական իշխանություն, որ ինքը մի քիչ հայեցի մտածի, որ ինքը մտածի, որ մենք իրավունք չունենք այսօր կործանվելու։ Մենք իրավունք չունենք ինքնասպան լինելու։ Մեր ինքնասպանությունն է դա։ Այսինքն մենք ինչ ենք ուզում։ Մենք ինչ որ բան ուզում ենք ստեղծել, մենք հետ ուզում ենք թողնել։ Մենք պետք է հետ թողնենք, դրա համար կա ընդհանրապես մի ճանապարհ։ Մերժել այդ իշխանությունները, մերժել են իշխանություններին, ով կուզի լինի, ովքեր որ դեմ են մեր մշակույթին, ովքեր որ դեմ են ազգին, ովքեր դեմ են ազգի գոյատևմանը, հարատևմանը։ Այդպիսի իշխանություններից օր առաջ պետք է ազատվել։ Ով կուզի լինի, վաղը եթե լինի իմ եղբայրն էլ գա իշխանության, ինքը նույն սկզբունքներով առաջնորդի, ոնց որ ներկա իշխանություններն են առաջնորդում, ես էլի դեմ եմ լինելու իրենց, էլի իրենց դեմ եմ քվեարկել, կոչ եմ անում իրենց չընտրել։ Սա կործանարար է, այդ ճանապարհը հայի համար չի։ Իսկապես կործանարար է, պարոն Խաչատրյան, բանաձևը, հա, թիվ 1 քարոզվող բանաձևը իշխանության կողմից հետևյալն է՝ խաղաղություն ցանկացած գնով։ Սա, չգիտեմ, ճանապարհ է դեպի ոչ միտեղ, բայց դարձյալ վերադառնալով ընտրություններին եւ այս թեման փորձենք ամփոփել, հետեւաբար ձեր խոսքից էլ նաեւ հասկացա, կարող ենք փաստել, որ սա պարզապես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չէ, սա ավելի մեծ նշանակություն ունի այս ընտրությունները, հետեւաբար այն ամբողջ քարոզը, որը տեղի է ունենում վարչապետի մասնակցությունը այդ ամենին իր թեզերը դարձյալ դաշտ բերելը, փաստում է, որ գուցե նախապատրաստական աշխատանք, հա, կարող ենք ասել այս ընտրությունները առաջիկայում, չգիտեմ, արտահերթ կամ հերթական համապետական ընտրությունների։ Նախ այդպես ասենք, իրոք որ իրենք պատրաստում են համապետական ընտրությունների մեծ հաշվով, եթե մեկ մի քիչ ուղիղ ասելու լինենք, Գյումրու ընտրություններն այդքան մեծ նշանակություն չպետք է որ ունենային հանրապետության համար, եւ պատրաստում են համապետական ընտրությունների եւ այդ կեղծ խաղաղությունը, խաղաղության կոչանողը ինքը ուժեղ է լինում։ Ուժեղ է նա, որ խաղաղությանը կոչում նրան, ով որ ուժեղ է։ Թույլ երբեք թույլերին չեն սիրում, ժողովուրդ։ Ես ասեմ, թույլերին ոչ մեկը չի սիրում, չի արգում։
Մենք մեր թուլությամբ, այնքան ենք թուլացել, որ գնում ենք ողորմություն ենք խնդրում, որ մեզ խաղաղություն տվեք։ Մեզ խաղաղություն չեն տալու։ Արդեն 2 տարի ինքը կոչ է անում խաղաղություն։ Մեզ ամեն օր պարտադրում է ինչ-որ մի բան։ Դա խաղաղություն չի, սա ստրկություն է։ Հոժարական մենք ուզում ենք դառնալ ստրուկ ենելում, ով որ իրեն թրի ուժը փորձել է մեր վզի վրա։ Մեր սերունդները կործանել, մեր մշակույթն է կործանում։ Ու դրան մենք հավատում ենք, որ սա ինքը ազնիվ է, արդար է, դե ինքը կառուցողական մարդ էր, ես գնացի հանդիպեցի, տեսա, եւ կառուցողական մարդը մի ասում է, չէ, դուք պետք է ապրեք այնպես, ինչպես ես եմ ուզում։ Սա կեղծ մոտեցում է, սա այդպես չի կարող լինել։ Եթե նորից եմ կրկնում, եթե մենք ուզում ենք հարատևել, մենք ուզում ենք գոյություն ունենալ, մենք պետք է մի քիչ աչքներս բացել, մի քիչ ճշմարտությունը պետք է կարողանանք տեսնել։ Ինչ են ուզում մեզից, ինչ են պահանջում, եւ մենք ինչի ենք պատրաստ։ Մենք արդյոք պատրաստ ենք քրիստոնաբար, քրիստոսաբար, կներեք բար, քրիստոսաբար զոհվելու։ Քրիստոս եկավ ինչ արեց։ Զոհվեց, որ հանուն մարդկության մեղքերի համար։ Մենք մի գործել ենք մի մեղք, մենք բերել ենք իշխանության, ասենք, բերել են այդ իշխանություններին։ Հիմա մենք ազգովի ուզում ենք ձերբազատվել այդ ոչ հայկական իշխանությունից ընդհանրեն Աստծո սիրուն։ Դուք լավն եք, գնացեք ուրիշտեղ, ձեր գործն է։ Մենք ոչ մեկի չենք պարտադրում եւ չենք պահանջում մնալ։ Եվ նորից եմ կրկնում, ընտրությունը հայի համար չէ, Աստծո սիրուն։ Մենք երբեք չենք կարող նորմալ ընտրություն անել։ Երբեք չի լինելու ճիշտ ընտրություն։ Ես ասել եմ սա վաղուց, ես ասել եմ դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակից մինչև այսօր։ Մեր մոտ ընտրություն չի կատարվում։ Այնպես որ կեղծ խաղաղության կոչերով, կեղծ քարոզներով, նորից հեծանիվ քշելով, նորից ես իմ հարուստներին հատ կոպեկ վերադարձնով չի լինելու։ Դու ավելի լավ է իմ արժանապատվությունը վերադարձրու։ Իմ երեխաների, իմ թոռների, իմ ընկերների երազանքը վերադարձրու։ Մի կործանի դու։ Դու Աստծո սիրուն, դու շատ լավն ես, թող գնա։ Մենք մոմեր կվառենք քեզ համար, մենակ թե թող գնա դու։ Պարոն Խաչատրյան, ամիսներ առաջ մենք դարձյալ զրուցեցինք եւ կարծես եկանք համաձայնության, որ մեր հասարակությունը չգիտեմ ինչպես ձևակերպեմ, արթնացման, ստապեցման, առողջացման կարիք ունի։ Որոշակի ժամանակահատված անցել է, այստեղ որևէ փոփոխություն տեսնում եք, նույն տեղում ենք մնացել, հետընթաց ենք գրացել, թե որոշակի առաջընթաց կա։ Ես խոսում եմ այն համատարած անտարբերության մասին։ Ես ասեմ, անկեղծ ասեմ։ Նույնիսկ կարելի ասել հետ են գնացել։ Այդքան տեսնելուց հետո, այդքան ապրելուց հետո, վերապրելուց հետո, այն ինչ որ մենք մեր ազգը ապրեց, մենք տեսանք, մենք ունեցանք ու մենք չսթափվեցինք, ես իրավունք չունեմ ասելու, որ մենք առաջընթաց ենք ապրել։ Մենք առաջընթաց չենք ապրել։ Մենք շատ ավելի հետընթաց է մեր վիճակը։ Եվ երկրորդը, ես շատ կուզենայի, որ մեկ-երկու հոգի չխոսեն, այլ խոսել մտավորականությունը, իսկ մտավորականնով է։ Մտավորականություն չի ձայն չի անում, մտավորականությունը դեպի լույս ուղեկցող առաջնորդողն է, ուր է այդ մտավորականը, վերջին հաշվով ժողովուրդը մեղավոր չէ, ժողովուրդը այնքան է կքված, այնքան է այդ ծանրության բեռի տակ, այդ հոգսերի բեռի տակ կքված, ամեն օր թանկացումներ են, խեղճն էլ չգիտի ինչ անի, չնայած իր բերածը ինքն է ստեղծել այդ վիճակը, որում ինքը հայտնվել է, բայց ուր են մտավորականները։ Ուր են մեր մտավորականները, որոնք պետք է առաջնորդեն մեզ դեպի լույսը, բանջի չեն գալիս, չեն քնել, թե կոչումներ չեն տալիս արդեն, թե հոնորարներ չեն ստանում էլ։ Ես չեմ հարգում այդպիսի մտավորականներին, ինձ համար այդպիսի մտավորական չի կարող մտավորական լինել։ Կարող է միգուցե ինքը գնալ Եվրոպայում մտավորական լինել, իսկ այստեղ ինքը չի կարող մտավորականը պետք է լիներ այստեղ, այդ վիճակում, պետք է ժողովրդին առաջնորդվեր, ամեն օր հանդիպեր, ամեն օր խոսեր ժողովրդի հետ, ամեն օր ժողովրդին բացատրեր, կոչ աներ ինչ որ բան։ Չէ, մենք անտարբեր ենք ամեն ինչի նկատմամբ։ Կանխեցեք իմ հաջորդ հարցը, պարոն Խաչատրյան, տեսեք, այս համատեքստում, երբ սպասում ենք, որ հասարակությունը ինքնակազմակերպվի, մենք դա չենք տեսնում։ Եվ հենց այստեղ է, որ այսպիսի իրողություններում հա մարդկանց առաջնորդող, չգիտեմ, ինչ որ ուժ է պետք, կառույց է պետք, կազմակերպություն, գուցե անհատ է պետք։ Ըստ էության, հա, չնայած այդ բառը շատ է չարչրկվել, բայց էլիտայի մասին խոսենք, բայց իրական էլիտայի, նույն մտավորականները, արվեստագետները, այսօր այդ առաջնորդող ուժը չկա, կամ չգիտեմ, գուցե կա, պարզապես գաղափարախոսությունը ճիշտ չի ներկայացվում, մարդկանց սրտերին ու մտքերին չի հասնում, խնդիրը ինչու՞մն է։ Մենք էությամբ շատ անտարբեր ենք դարձել եւ նորից հիշում եք սկզբից ասի, ես վստահ չեմ, որ ինչ որ մեկը լսելու է մեզ, ինչ որ մեկը տեսնելու է։ Տեսնելու են մարդիկ, ովքեր միշտ տեսել են, ովքեր միշտ լսել են, ովքեր նաեւ փողոցում են մեզ տեսնում։ Բայց ի տարբերություն Հայաստանի մյուս վայրերի, գոնե մենք
մենք քաղաքի մասին է խոսքը, մեր այդ միջավայրը, որտեղ մենք կանք, որ ապրում ենք, մենք գոնե ունենք, ասենք, արդար հայի եւ ոչ ստին հաղորդաշարերը, որը ես կարծում եմ հանրապետությունում եզակի են իրենց եւ ասույթով եւ գաղափարախոսությամբ եւ իրենց խոսքի ճշմարտությամբ։ Եվ մենք պետք է ուրախ լինենք նաեւ, որ ունենք այստեղ մենք սրբազանին, որը ըստիս իսկական մտավորականի տիպ է, իսկական օրինակ բոլորիս համար։ Մենք մի քիչ ազգովի դարձել ենք նյութապաշտ։ Մենք չենք ուզում կամ վախենում ենք ճշմարտությունը արտահայտելուց, ասելուց կամ ճշմարտության աչքերին նայելուց։ Ես չգիտեմ, այդքան սարսափելի է ճշմարտությունը, թե չէ։ Մենք չենք սթափում։ Ես շատ կուզենամ այդ ընտրությունները որպես զարթոնք, որպես հիմք հանդիսանան, որ մենք կարողանանք սթափվել, մենք չխաբվենք, մենք չտրվենք նյութին, մենք չտրվենք դատարկ սին խոստումներին։ Ես էլ հիմի կարող եմ շատ բաներ խոստանալ, բայց խոստանալը քիչ է։ Դու պետք է կարողանաս անել։ Այն ինչ որ 7 տարի խոստանում են, ինչ են արել։ Մենք պետք է մի քիչ դառնանք հայրենաճանաչ եւ հայրենասեր։ Մենք շատ ենք կտրվել Աստծուց։ Ես մի անգամ մի առիթով ասել եմ, ես շատ կուզենայի, որ ինչ փառք Աստծո հիմա եկեղեցիները լիքն են, ես շատ կուզենայի, որ մենք այդ եկեղեցի հաճախողները նաև լինեին քրիստոնյա, ոչ թե միայն ձևով, այլ բովանդակությամբ։ Միգուցե այդ ժամանակ մենք կարողանայինք իրոք որ հույս փայփայել, որ Քրիստոս եկավ, զոհաբերեց իրեն, որ փրկի, մարդու մեղքերը վերցրեց իրեն վրա, առանց տրտնջալու, առանց բանի, եւ եկավ ինքը, որպեսզի փրկի մի ամբողջ մարդկություն։ Հիմա մենք մի քանի հոգով փորձում ենք, ես չեմ ասում, որ մենք Քրիստոս ենք, բայց պետք է փորձել, պետք է բացատրել, պետք է ասել, անընդհատ, առանց հոգնելու, առանց զլանալու, բացատրել, ասել։ Վերջին հաշվով ես չեմ ուզում կորցնել Հայաստանը։ Ես ուզում եմ ունենալ արժանապատիվ Հայաստան։ Ես ուզում եմ արժանապատիվ պետություն ունենալ, որ իրեն խոսքը լսելի լինի։ Իրեն մշակույթը ինքը վերջին հաշվով համամարտկային այդ զարգացման մեջ, պատմության մեջ հետք է թողել։ Մենք հայերս հետք ենք թողել։ Մենք ո՞նց կարող ենք այսօր մոռանալ ու ապրել ներկա Հայաստանով միայն։ Եվ այդ խոստումներն, տեսեք, մարդը եկել է ասում է, մենք ոչինչ չունենք ու ես պետք է նայեմ այն մարդու աչքերին ու վաղ պետք է գնա ընտրի այդ մարդուն, որ խաբել է ինձ անդադ, 7 տարի խաբել է ինձ, իմ տղային, իմ երեխաներին, իմ ուսանողներին, իմ աշակերտներին, իմ թոռներին, բոլորին խաբել է։ Այսօր եկել է ասում է, միայն այս Հայաստանն է, այսքանն է, դրանց մասին մի մտածեք։ Ժողովուրդ ջան, ժամանակն է, որ մի քիչ սթափվենք, ժամանակն է մի քիչ, որ ավելի խորը մտածենք, մի քիչ նյութից վերև բարձրանանք։ Հենց այդպիսի նպատակ ունի մեր հաղորդումը, ինչպես նշեցիք, պարոն Խաչատրյան, բայց պետք է նաև խոսքից գործի անցնել, հա, ու այս ընտրությունները առնվազն կարող են փոքրիկ խթան հանդիսանալ, եթե իսկապես մարդիկ արժանի գնահատական տան ստեղծված իրավիճակին եւ իրենց մասնակցությամբ ու ընտրությամբ այդ վերաբերմունքը արտահայտեն։ Խոսեցիք Սրբազանի մասին, վերջերս Սրբազանին հարցնում էին լավատեսության, վատատեսության մասին, նա նշեց, որ ես միշտ իրատես եմ, որի հետ չհամաձայնել դժվար է։ Հիմա փորձենք ամփոփել, պարոն Խաչատրյան, կուզենայի, որ լավատեսությամբ ամփոփեք, խնդրեմ, ինչ ունեք ավելացնելու։ Ես ասեմ, ես համաձայն եմ Սրբազանի հետ, միգուցե ես շատ էմոցիոնալ եմ, բայց ես էլ իրատես եմ ավելի, ես պարզապես ժողովրդին կոչ կանեի, որ ժողովուրդ ամեն ինչով հանդերձ սթափվել է պետք, ամեն ինչով հանդերձ մի քիչ նախարարինը, այդպես ասեմ, գալ ընտրության։ Ես կոչ կանեմ բոլորին գնալ ընտրության։ Ասացին ու կարևոր չի ում եք ընտրելու, բայց ես ասացի ում ընտրել, ում չընտրել ավելի շուտ։ Ես ոչ թե ասի ում ընտրել, այլ ասի ում չընտրել։ Ես էլի կոչ եմ անում, չընտրել ես կեղծիք տարածող, հայրենիքը վաճառող ուժի, երբեք չընտրել դրան, եւ ես կոչ կանեմ, որ բոլոր դե տանտարբերությունից դուրս եք։ Ինձ համար ամենամեծ հանցագործություններից մեկն է լինել անտարբեր ճակատագրի նկատմամբ, իր ժողովրդի, իր ազգի նկատմամբ, իր երեխայի նկատմամբ անտարբերությունը, դրանից մեծ հանցագործություն չի կարող լինել։ Գնացեք ընտրության, տեսեք ում եք ընտրում, ճիշտ որոշում կայացրեք,
Եվ դա իմ ուղերձն է ընդամենը, ես շատ ուրախ կլինեմ, որ այդ ընտրություններով ինչ որ բան կարողանանք փոխել։ Շնորհակալ եմ, պարոն Խաչատրյան։ Հիշեցնում եմ, ես զրուցում եմ գեղանկարիչ Վալերի Խաչատրյանի հետ։ Շնորհակալ եմ նաև ձեզ բարեկամների ուշադրության համար։ Կհանդիպենք հաջորդ ուրբաթ առայժմ։ Յուրաքանչյուր ուրբաթ ժամը 20-ին Արդար Հայեմի եթերում։ Ու կհավերժի հայը, Արդար հայը։